Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 բյութի սալոնը։ Բարև ձեզ, ես Մերի Փամբոխյանն եմ։ Թատրոն լաբորատորիայի նոր նախագիծը, որը կոչվում է Bemcast, կրկին եթերում է։ Ինչպես սիրում է ասել Նիկոլայ Ծատուրյանը, լավ թատրոնը մարդկանց պարգևում է թևեր, իսկ վատ թատրոնը տալիս է սմբակներ։ Ինչպես արդեն հասկացաք, իմ այսօրվա հյուրը հենց նա է։ Ողջույն, պարոն Ծատուրյան։ Բարև, Մերի ջան, բարև։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, ձեր թանկագին ժամանակից հատկացրել եք այս բեմում գտնվելու համար։ Թանկագինը լավն էր, սա օրը տանն եմ, ասա։ Ասա, լսում եմ։ Պարոն Ծատուրյան, դուք այս ինստիտուտում հիմա դասավանդում եք։ Մի կյանք եք ամբողջ ապրել այս ինստիտուտում եւ այս բեմում ունեցել եք բազմաթիվ ներկայացումներ։ Ինչպիսի զգացողություն ունեք հիմա այստեղ նստած լինելով որպես հյուր։ Ուրեմն սովորել եմ 62 թվից այստեղ եմ, 1962, դու երևի այդ ժամանակ 90 տարեկան էիր։ Հիմա արդեն 2026 թիվն է, դե մի հաշվի տես արդեն ինչքան ժամանակը, 54 տարի, չէ՞։ Հա։ 73 թվից եմ դասավանդում, այսինքն 47 տարի։ Մի խոսքով մի ամբողջ կյանք այս ինստիտուտում եմ անցկացրել, հետո գնացել եմ Մոսկվա, ավարտել եմ այնտեղի ռեժիսորական բաժինը, աշխատել եմ Մոսկվայում, հետո վերադարձել եմ, կինոստուդիայում եմ աշխատել 3 ֆիլմերի վրա, շփվել եմ հիանալի մարդկանց հետ, Ֆրունզե Դովլացյան, Սարոյան եղբայրներ ֆիլմում, հետո Հենրիկ Մալյան, մենք ենք մեր սարերը ֆիլմում, այդ ֆիլմերի հաջողությունները ես իմ հետ են կապված, որտեվ ես ասիստենտն էի։ Հետո էլ ուրեմն Աճեմյանի հետ Շայրը ֆիլմ ներկայացման մեջ, արդեն որպես ռեժիսոր, եւ հիշում եմ մի շատ կարևոր խոսակցություն Աճեմյանի հետ, ասեց արի թատրոն, ասի Վարդանիկ ինչ է, կինոյում եմ էլի, կինոն արվեստ չի, ոնց արվեստ չի, կինոն արտադրությունն է, արվեստը թատրոնն է, եւ ես եկա թատրոն, նախ որպես ստաժոր, հետո արդեն որպես բեմադրիչ եւ 20 տարի անընդհատ Սնդուկյան թատրոնում աշխատել եմ, հետո ուրեմն այնպես եղավ, որ տեղափոխվեցի որպես գեղարվեստական ղեկավար մետրո թատրոն, որտեղ էլի 12 տարի աշխատեցի, հետո էլ գնացի Գյումրի, այնտեղ գեղարվեստական ղեկավար, 14 տարի էլ այնտեղ աշխատեցի, հետո չեմ սիրում, երբ որ ծեր մարդիկ կպած աթոռից այսպես չեն ուզում վեր կենան, տեսա մի ջահել տղա էր, որի հետ աշխատեցի եւ ինչը դուրս եկա, որ մի 2 տարի առաջ իր նշանակումից ասացի Լյուդվիգ ջան, արի ես քեզ տնեմ։ Ասեց, չէ, Նիկոլայ Իվանովիչ, այնպես դուրս եկա, որ չվազեց նստի, ասեց, չէ, ես դեռ պատրաստ չեմ։ Ասի լավ, ես քեզ կպատրաստեմ, գեղարվեստական ղեկավարի։ Իսկապես 2 տարի հետ աշխատեցի, հետո ասի արի նստի ժամանակն է։ Ես վերկացա ինքը նստեց, ես էլ դարձա գեղարվեստական խորհրդական։ Ժողովրդական արտիստի համար շատ ուրախացա։ Ինչի ուրախացա, որտեվ պարզվեց 40,000 թոշակից վրա ավելանում է։ Դե պրոֆեսորն է, ես ինչ գիտեմ, արտավաս մրցանակի, կրկնակի բան։ Այդ ֆինանսական հստակեցումը, որ արեցիք, թատրոնում աշխատող մարդիկ այս ոլորտին ծանոթ կհասկանան, թե ինչքան կարևոր նշանակություն ունի այս ոլորտում։ Արդեն չեն հասկանա, որտեղ այդ կոչումները անեցի։ Նկատի ունեմ ինչքան կարևոր բան է այս ասպարեզում, մի քիչ ավելի մի քիչ ավելի ունենալը ոչ թե ընդհանրենք 70,000, այլ 120,000 դե
Հա, մի խոսքով։ Դե ապրում ենք էլի։ Ինձ համար արդար փողը դա աշխատած փողն է։ Շատ բաներ կա որ կուզենայի ունենայի, բայց դե լավ է, չունեմ, ոչինչ։ Ձեր զամբյուղի մեջ այնքան շատ ներկայացումներ կան, որ Հա, այդ հա։ Ուրեմն ասեմ, որ չեմ ուզում շատ լուրջ բնույթի տանենք։ Չէ, միշտ ես կատակն եմ սիրում։ Թեթև, հա, իհարկե։ Հա, մի տենց քեզ նման սիրունի աղջիկ ինտերվյուի ժամանակ ասեց, պարոն Ծատուրյան, դուք չաղջեք, ձեր փորը ինչի է մեծ, այն վատ շատ մեծ էր։ Ես փոր չի բալիկ չան։ Բա ի՞նչ է։ Սի չիրականացված բեմադրություններս։ Հա, դե տենց էլ այդ երկու բեմադրությունները, որոնք ուզում էի բեմադրեի, չստացվեցին, որտեղ շատ ծախսար տարեին եւ այդքան ֆինանսներ չկային, բայց շատ հետաքրքիր ներկայացումներ էին, որոնք մնացին իմ մեջ։ Դե արել եմ, շատ ներկայացումներ եմ արել, թիվը չեմ էլ իմանում, երևի մի 120-ի կհասնի։ Պարոն Ծատուրյան, իսկ ես հասկանում եմ, որ շատ դժվար է ռեժիսորի համար բաժանվել իր սեփական մտքերից եւ մտահղացումներից, երբ որ դու ուզում ես ինչ-որ բան իրականացնել, բայց ենթադրենք ինչ-որ հանգամանքների բերումով դա չի ստացվել, բայց գուցե հիմա դրա հնարավորությունը կա անելու այնինչ դուք չեք կարողացել որոշ հանգամանքների բերումով անել։ Գումարային հնարավորությունները գուցե արդեն կան, բայց մի հնարավորություն չկա։ Հարակյատ։ Բա 81 տարեկան մարդ եմ, արդեն դժվար է էլի մեծ բեմադրություններ անել։ Փոքրերը կարող են, այսինքն 3, 4, 5 հոգանոցման, բայց դրանք ինչի մասին որ ասում եմ, այդ երկու բեմադրությունները մոտավորապես 30-40 հոգի մարդ են իրենց մեջ պարունակում, պակաս հնարավոր չի։ Իսկ ձեր ավարտած ուսանողները օրինակ չեն վառվում այդ ցանկությամբ, որ գուցե ձեզ հետ միասին կարողանան դա իրականացնել։ Չէ, դա իմն է, ես չեմ էլ պատմել իրանց թե ինչ ներկայացումներ են, ինչ պիեսներ են, հա, բայց շատ կան մարդիկ, որոնք մինչև հիմա էլ Լևոն Հարությունյան, Նիկոլայ Իվանովիչ, մի բան սկսի խաղամ էլի, դա ինձ մոտ խաղացել է վաղուց, շատ վաղուց, մետրո թատրոնում, եւ հիմի անընդհատ, ասում եմ այդ դե անընդհատ սերիալներում, բաներում նկարվում ես էլի չես ուզում, չէ, ուզում եմ քեզ հետ աշխատեմ։ Ինչի են ուզում ինձ հետ, ոչ թե որովհետեւ ես տաղանդավոր եմ, որովհետեւ ես չեմ անում, ինչ եմ, չէ։ Հիմա նույնիսկ ջահելներ կա, որ քեֆս բերում են շատ էլ լավ։ Այլ որովհետեւ ես ամբողջ իմ կարողությունը, հնարավորությունները դնում եմ դերասանի մեջ։ Չեմ մերժում են բաները, որ վերևից անձրև ատակի ջուրա, չեմ անում քամիա, չեմ անում էֆեկտները բնական է, որ կարող են լինել, բայց դերասան, մարդ իր ամբողջ ներքինով, իր ամբողջ զգացողություններով, ահավոր չեմ սիրում սուտը, երբեք կյանքում չեմ ստել, տարօրինակ բան եմ ասում, չեմ ստել, եւ համարում եմ սուտը վախկոտության նշան, պետք է մարդ վախկոտ լինի, որ ստի, ինչի ստեմ, միշտ որ ուշանում էի բանից, ժամադրություններից, բաներից, անկեղծ ասում էի, ոչ թե ասում էի, որ պրոբկայա ոնց որ այսօր են ասում, անընդհատ չէ, խճողում էր, բան չէ։ Մեղքդ բարդ ես ուրիշ։ Հա, չէ, որովհետև ուշ դուրս եկա տնից, ուշ դուրս եկա, որովհետև չեմ անում հեռուստատեսություն էի նայում կամ գիրք էի կարդում կամ քրոսվորդ էի լուծում, բան ուշ դուրս եկա ու ուշացա էլի։ Առաջ շատ խիստ էի իմ ուսանողների հետ։ Այնքան խիստ, որ եղել են դեպքեր, երբ որ մոխրաման եմ շպրտևերները, բան, ահա որ անպատիվ խոսքեր եմ ասել, բան, հիմա չէ, հիմա ես կուրս ունեմ, որոնք հեռակայեն մի քիչ ուշանում են, մեկ չեն գալի, բան, դե ասում եմ աշխատում են, այսինքն ավելի ներողամիտ եմ դառել, ավելի մտնում եմ մարդու վիճակի մեջ, դրանից մի քիչ երես են առնում, բայց ոչինչ,
Երկրորդ կուրս են, հələ խեփները, գլուխները գա, բայց աշխատում են, պետք է աշխատեն։ Ես էլ ասում եմ, այդ աշխատանքները հենց կազմակերպեք, որ դասերին չխանգարի։ Ինչ որ չափով։ Լսում հնազանդվում են։ Ինչ որ մարդիկ կան, որ հնազանդում են, ինչ որ մարդիկ կան, որ չեն հնազանդում, դրանց էլ ասում թողեք գնացեք էլ երեխեք ջան, արդեն աշխատում եք, ձեր աշխատանքի մեջ խորացեք, բան։ Մի ուսանող ունեի, չեմ ուզում անուն ազգանուն տամ, որ եկել էր ինձ օգնում էր եւ բավական հետաքրքիր մտահղացումներ ուներ, բաներ ուներ, բայց ես իրան ասեցի գնա հորդ օգնի։ Հայրը խանութ ուներ, լավ էլեկտրոնային, բան եւ այլն, գնա օգնի։ Հայ Նիկոլայոviչ գնա իրան օգնի։ Դարի բիզնեսմեն, որովհետև այստեղ փող չես ունենալ արվեստում։ Այդ պետք է շատ չեմ անում, ով դառնաս, որ հետո կարողանաս փող աշխատել։ Իսկ այդ կարողությունները իսկ ընդեղ լավ փող աշխատի։ Դու քու թատրոնը բացարա, հետո էլ ինձ ասա, պարոն Ծատուրյան, արի մոտս բեմադրությունները։ Շատ ավելի լավ կլինի եւ նա այդպես էլ արեց, մի քիչ էլ ինձ տեղացել ա որ դե թատրոնից հետ պահեցի։ Երեխեքին, որոնք ինձ մոտ սովորում են, միշտ ասում եմ ճիշտը, էլի չեմ խաբում, ասում եմ երեխեք, դառակ ենթադրենք բեմադրիչներ, արեցիք բեմադրություն, ծնեցիք այդ բեմադրությունը 7-8 ամսում բան, հետո եկավ հանդիսատեսը, հետո եղան ծափարություններ, հետո ձեզ բերեցին ծաղիկներ, դուք երջանիկ եք, բայց ունեք ընդամենը մի 50,000 աշխատավարձ, դրամ, և չեք դիմանում, հետո ամուսնանում եք երեխա ունեք, այդ երեխեն կլուբնիկայի ուզում չեք կարող առնել բանման և այլն և այլն, այնպես որ իմացեք ուր եք գալիս և ինչ եք անելու, կա պետք է դառնաք շատ պահանջարկված, այսինքն նենց բեմադրիչներ ունես դերասաններ, որոնք արդեն երկնքից աստղեր են իջեցնում եւ այդ դեպքում դուք կունենաք գումարներ, կամ էլ ուրեմն թողեք էլ այս գործը։ Ուրեմն այս երեխեքին այս բանը պատմեցի, այստեղ այս բեմի վրա նշում էին չեմ հիշում իմ 80-ականներ ինչ էր բան։ Դե ծափարություններ, բաներ, հա, լավ։ Հետո մեկ էլ տեսա, որ վարակույրը չփակված ընդեղից իմ ուսանողությունը եկավ։ Բեմ։ Մի րոպե զարմացա, թե ինչի Անակնկալ են։ Անակնկալ, բայց անակնկալի ամբողջ էֆեկտը այն էր, որ իրանց ձեռքերին մեկի մոտ սետկայեր մեջը 10 հատ մեկը միս էր բերե 2 կիլո, մեկը վարունգ, մեկը բան, սեց Պաշարն են հավաքել։ Ժողովուրդը ապշած նայում է, ինչ ա կատարվում, ես սկսեցի պատմել, որ ես երեխեքին ասել եմ, որ կատակի ձևով մի անգամ հանդիսատեսին ասել եմ, ինձ ծաղիկներ մի բերեք, տանում եմ տուն, դնում եմ, թառամում են, ուզում եք, որ շնորհակալ լինեմ, մի 10 հատ ձու բերեք, ես իմ կանաչի բերեք, հետո նոր սկսեց դահլիճը հռռալ, ասին ուսանողներն էլ հասկացել են դա, ու ինձ տենց բան են անում։ Մի խոսքով, գիտես ինչա, շատ եմ սիրում հումորը, հումորն ապրեցնում, էդ էլ որ չլնի, դառնում ես տրոլեյբուսա, տրամվային հանդիսատես, բան, մարդ, ոյ մարդ ես իր կյանքա ես, Սկսում ես գծով քշել։ Սկսում ես գծով քշել։ Հա, և իսկ երբ որ հումոր ունես, գիտես ինչ ասում է գեղեցկությունը կփրկի աշխարհը, չէ, հումորը կփրկի աշխարհը, որովհետև եթե ունես հումոր, չես գնա մարդ սպանես, պատերազմես, կոտորես, բան, ամերտ Գնա թեթև ապրի էլի։ Դրանք հումոր չունեն։ Դրանց մոտ կրակում ան։ Սենց չի կարող կրակի։
սանցա կարակում, որ իրան չսպանել ինքը սպանի բան։ Հումորը լրի բացակայում է, ու շատ տխուր կյանք է դառնում, իսկ հիմա այդ հումորը գնալով պակսում է ցավոք սրտի։ Ես միշտ նայում եմ Ժվանեցկուն, չէ, այդ հայտնի Ժվանեցկուն, առաջ իր հումորները հրաշք էին, հետո երբ որ այսպես ասած ինքը ծերացավ բան, մի քիչ հումորներն էլ թուլացան բան, ցավոք սրտի։ Հա, մի խոսքով։ Շատ լավ կետի եկանք, իմ գործընկերուհի Ռուզան Հակենցը հումորի վերաբերյալ փոքրիկ անդրադարձ է կատարել, դիտենք տեսանյութը եւ վերադառնանք։ Ինչու էր հումորը կարևոր հին թատրոնում։ Հումորը հին թատրոնում պարզապես զվարճանք չէր։ Հունաստանում բեմը հաճախ այն միակ վայրն էր, որտեղ անվերջ կարելի էր խոսել իշխանությունից։ Այն ինչ վտանգավոր էր ասել հրապարակում, ասում էին հումորի միջոցով։ Ժողովուրդը ծիծաղում էր, բայց այդ ծիծաղի մեջ թաքնված էր մտածելու առիթը։ Այսօր արտիական թատրոնում պատկերը գրեթե նույնն է։ Նույն քաղաքացիական թեմաները, սոցիալական խնդիրները, իշխանության եւ հասարակության հարաբերությունները շարունակում են հայտնվել բեմում, հեգնանքի եւ սուր հումորի ձևով։ Այժմյան թատրոնը իհարկե փոխել է լեզուն, ձևը, բեմադրությունը, բայց հումորի դերը նույնն է մնացել։ Ասել ճշմարտությունն այնպես, որ այն լսելի լինի, թեկուզ մորով։ Եվ հենց այստեղ է թատրոնի իրական ուժը։ Այսօր մենք նույնն ենք անում սատիրիկ շոուներով եւ ստենդափերով։ Փոխվել է բեմը, բայց ոչ խնդիրները։ Հումորը, ինչպես հազարավոր տարիներ առաջ, մնում է ամենահամարձակ լեզուն։ Իսկ դուք ինչ եք կարծում, արդյոք պահում է հումորն այսօր իր ազդեցիկությունը, ինչպես հին հունական թատրոնում։ Պատասխանը մեր Ռուզաննային, որը ճիշտ է խոսում, այո, այսօր էլ կա այդ հումորը, որը նաև քաղաքական բնույթի է, եւ ձեր խոնարհ ծառա Նիկոլայ Ծատուրյանը նախկին կուրսում արեց բեմադրություն, որը մկների ժողովն էր։ Հիշում ես մկների ժողովը։ Իհարկե։ Եվ մի քիչ էլ ընդլայնված, իհարկե, վերնագիրն էլ պայքար մինչև երբ։ Տենց էր վերնագրված։ Վերջը գրված էր, բայց վն ջնջված էր, դառել էր երբ։ Պայքար մինչև երբ։ Եվ ամբողջ ներկայացումը մկներ էին էլի, հա, որոնք անընդհատ ելույթներ են ունենում, անընդհատ խոսում են, անընդհատ բան, բայց ոչ մի գործ չի անում։ Այսօրվա օրն է։ Ես որ հետևում եմ հեռուստատեսությանը, խոսում են, խելոք բաներ են ասում, այնքան խելոք բաներ են ասում, որ արդեն ուղեղը թալվում է։ Լիդեր է պետք։ Դրա համար էլ, երբ որ ինձ հարցնում են, բա ում եք հարգում, ասում եմ, հարգում եմ մեր բանակը ստեղծողին, Վազգեն Սարգսյանին, իր թերություններով հանդերձ, շատ թերություններ ուներ, բայց ստեղծեց բանակ, հայկական բանակ։ Հարգում եմ Մոնթեին, որը Ամերիկայի լավ կյանքը թողած եկավ, կանգնեց ու հարգում եմ Նժդեին։ Այսինքն այն մարդիկ, որոնք կանգնեցին գլուխ եւ գործ արեցին։ Հիշեցնեմ մեր հաղորդման հովանավորներին։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Agritas Colors խանութ սրահը, որը միավորում է արվեստն ու գույնը մեկ բեմում։ Agritas Colors ձեր երջանկության գույները ստեղծող լավագույն ընկերը։ Մեր հաղորդման գործընկերն է նաև Aura 8 Beauty Salon-ը։ Ձեր ինքնատիպությունը վստահեք նրանց, ովքեր գիտեն իսկական հմայքի գաղտնիքները։ Aura 8 Beauty Salon։ Այստեղ հայլիները չեն կրկնում, այլ բացահայտում են։ Պարոն Ծատուրյան, իսկ եթե դիտարկենք այն, ինչ կա այսօրվա մեր թատրոնում, այն ինչ դուք տեսնում եք հումորի տեսանկյունից, ձեզ բավարարում է, կարողանում են Ռուզանի ասածով հասցնել տեղ, հարցեր։ Շատ ներկայացումներ կան, որոնք ես նայում եմ, թատրոնը ես գիտես ինչ եմ սիրում, շատ եմ սիրում, քնում եմ։ Երթում եմ, դու գիտես, որ թերթում նույնիսկ եղել է բան, որ Ծատուրյանը հայտնի քնող է թատրոնում։ Այդ նույնիսկ գրված էր։ Գիտես ինչի, հենց որ չկա հումորը շատ լուրջ են,
քունը ստանում էլի։ Չեմ կարող նայել, մեկ էլ մի հատ ձեն բան վեր եմ թռնում։ Հետո նորից քնում եք։ Ու անընդհատ հետևում որ հանկարծ չխռմփացնեմ։ Դրա համար էլ միշտ կողքս կինս անցնում այդան եւ հենց որ խռմփացնում եմ մի հատ հրում է վեր եմ թռնում։ Մի անգամ իրար հետ ենք նայում ներկայացում։ Ես իմ խռմփոցից արթնացա, որտեվ ես դիմացի նստած կինը շուրեկավ ու ինձ սփանարեց։ Յաուշկի եկած ես այդան ինչի չի արթնացնում։ Բանանում։ Նայեմ տեսնեմ ինքն էլ ասեն։ Ինքն էլ սեցակալի։ Ցավալի է իրականում որ չեն կարողանում արթուն պահել։ Դե հիմա գիտես ինչ է, ես եմ քնում ուրիշները լավ էլ նայում են։ Եվ ոչ միայն հումորի պակասն է։ Անընդհատ երբ որ խոսք արդեն ասում ես այ մարդ հասկացանք։ Ինչ է կատարվում։ Այդ ինչը որ կատարում է կարելի է ցույց տալ ընդամենը կես ժամում, բայց ներկայացումը տևում է 3 ժամ, հետո ասում ես արադի լավ հասկացանք։ Action, act, գործողություն։ Գից մարդ իր փոխհարաբերությամբ եւ գիտես ինչա ինձ մեկ ասում են մարդն է տիրակալ ես հողի վրա մարդը ինչա որ տիրակալ դնի ես երկրագնդի վրա բայց այդ ում հետ որ խոսում է ասում ոչ հասկացա բայելով տիրակալը գիտես ով այ այս աշխարհի վրա բնությունն է այ բնությունն է որ բնականն է բնություն բնական ճիշտ ասում բայց այդ բնությունը չարել է չի ասես կով ասում որ ճշմարտությունը չարել չպետք է լինի չարել պետք է լինի բարի էլ պետք է լինի տարբեր չէ որ նույնիսկ Քրիստոսը գնաց եւ ավերեց շուկան որտեվ ասեց այստեղ միայն վաճառում են հավատքը ոչ թե այո դաշնությունն էլ արել եւ բարությունը արել դրա համար էլ բնություն բնական ճիշտ այդ ինձ համար ամենակարևորն հենց որ սուտն եմ տեսնում Գունստանում Պարոն Ծատուրյան ինչ անել որպեսզի բնականությունը ձեր ասած բնությունը բերել բեմ բերել թատրոն ինչպես դա տեղ հասցնել նախ պետք է լինել կիրթ նշանակում է շատ բաներ հասկանալ եւ դա ոչ մի նշանակություն ունի դու կարող ես 6 ինստիտուտ ավարտես եւ բան չհասկանաս եւ ընդհանրակը ոչ մի գիգ չկարդաս բայց հասկանաս անալիզ վերլուծելու կարողություն վերլուծություն խորացում հսկայական աշխատասիրություն հայտարարք շատ եւ հետո քաղես քո հետ աշխատանքի պատողները, բայց հենց այնց անելը արեցինք էլի հա որ ինչ ես էլ եմ ունեցել տենց ներկայացումներ որոնք արել եմ էլի բայց դրանք ինձ համար անցողիկ են բայց կան կետեր երբ ես իսկապես շատ եմ տարապետ անջվե բան այս իմ վերջի աշխատանքներից Նարինկան, որի ես շատ եմ սիրում եւ հարգում, Գրիգորյան Նարինն է, աղանդավոր աղջիկ։ Ինձ մոտ խաղաց, ես իրան պիեսը կարդացի, ասեց, ուզում եմ խաղամ իսկ բանը։ Հրաշագործը։ Նայել ես։ Այո։ Տեղնակ ես։ Այդ պիեսը 120 էջեր ինչ էր, ես թողեցի 27 էջ։ Պատկերացնում ես ինչքան եմ կրճատել։ Պերսոնաժներ, որոնց հանել եմ։ 4-5 պերսոնաժներ կային, որոնք ինձ պետք չէին, որովհետև ես ամբողջ ուշադրությունս պետք է կենտրոնացնեի այն գաղափարի վրա, թե ինչպես է մարդ ծնվում։ Բիոլոգիական երևույթից, որը չի լսում, չի տեսնում, չի խոսում, բանկած մարդա ծնվում եւ ոնց է այդ կինը ծնում։
Ինչ պայքարի արդյունքում։ Այո, եւ դա ամբողջ ինձ տեքստերը պետք չէին, ինձ պետք էր այդ գործողությունները, այդ սրզվելի երեխեն ոնց կյանքը ուտում այդ կնոջ։ Ու հրաշալի մարմնավորած դերեր։ Եվ այդ երեխայի հետ, որի հետ աշխատել ենք, ես էլ Նարինեն էլ բանման այդ մարդիկ ասում էին, այն արդեն վերջը որ գալիս էր գլուխ էր տալի ասում էին, տեսնող ասում էի, հա ինչա։ Իրանց արդեն թվում էր թե չի տեսնում։ Իսկապես չի տեսնում։ Այդ ճշմարտությունը մարդիկ հենց որ հավատում են եղածին, նրանք գոհ են, երբ որ կարողա չեն զգում, բայց երբ սուտը կա, իրանք այդ սուտը կարողա չեն զգում, բայց դառնում են անմասնակիցն է, ծափարում են էլի։ Միապաղաղություն է գալիս։ Չէ, ճշմարտություն, այդ ճիշտ է ինձ համար ամեն ինչ, այդ բնականությունն է ամեն ինչ է։ Իսկ դա տանջանք է։ Գիտես, ինչ շատ ներողություն, բայց այն ներկայացումները, որոնք նայում են, որը դրացել ինչ-որ պլաստիկայի վրա է բան, լույս բան, անձրև, չեմ անում, ինչ, կոտորած բան։ Հիշտ է, այդ դժվարը, այ մարդու կերպար ստեղծելը, մարդկային ճիշտ հոգեբանություն ստեղծելը, դա շատ բարդ բան է։ Այդ դրա համար էլ պետք է մեծ աշխատասիրություն։ Դրա համար էլ ոնց որ Պիտեր Բրուկն ասել, պուստոյե պրաստանստը, դատակ տարածություն։ Այդ դատակ տարածության մեջ եթե մարդը ճիշտ է եւ իսկապես հետարքիր է, մարդիկ նայում են։ Եթե սուտ է, անդադ նայում են, բան չէ, ասենց է։ Բալկոնը, հա, լավն է, հա, կարելի է օգտագործել, հետո բրծավ։ Եվ հենց այդտեղ է ստեղծվում թատրոնը, հենց Պիտեր Բրուկի գրքում դա ասվում է փակ դուռը, որ երկու մարդ հանդիպում են իրար բեմում խաղացողը եւ հանդիսատեսը։ Այո, գիտես ինչա, այդ բաները, այդ ֆլյուիդ, ասեմ, ինչ ասեմ, այդ զգացողությունները պետք է բեմից գնան դեպի դահլիճ եւ դահլիճից կան բեմ։ Անընդհատ է կապը պետք է լինի, եթե կա այդ կապը, ուրեմն մարդը սկսում է ապրել։ Իմ լավագույն բեմադրություններից մեկը Փրկեք մեր հոգիներն էր, որը ես արել եմ 90-ականներին, չէ։ Հետո մեզ ինչ չեմ հասկանում։ Այո, 91 թվականի լավագույն ներկայացում բան Մանսունդուկյանում եւ այլն։ Դա ստացվեց, բայց գիտես ինչ տառապանք է գնում, տառապանք։ Այն աստիճանի տառապանք, որ յուրաքանչյուր ֆրազը, որոնք դերասաններն ասում էին, ես իմ ուսանողներին նստած ասում էի, դու Տիկոյի ասածները գրի, դու բանի Լուսայի, դու սրա, դու նրա, եւ ամեն անգամ տարբեր բաներ էին ասում, նույն թեմայի մեջ։ Ինչ զգացողություն ունես, այս խեղճ երեխեքը գրում, վերջ sense կուտակվեցին այդ թղթերը, այ մարդաս ես այսքան աշխատանքը ոնց եմ անելու, վերցնում էի, այսօր էս ասե, այսօր էս ասե, այսօր սենց ասե, այսօր սենց ասե, կապում էի, դարձնում էի մի նախադասություն, որը ամենա ճիշտն էր, հետո իրանց տվեցի իրանց ասի, էսա, պիեսը։ Ինչքան բարդ է այդ ամբողջը սեղմել։ Ասեցին, ասի դու ես ասի, ես չեմ ասել, դու ես։ Հետո նոր դրանք այդ տեքստը սովորեցին ու անընդհատ այդ էին ասում, չնայած նույնիսկ ներկայացումների ժամանակ են ինչ-որ բաներ փոխում էին։ Այսինքն կենթանի պրոցես էր գնում եւ դա Հենրիկ Հովհաննիսյանն ակադեմիկոսը 6 անգամ նայեց ներկայացումը, 6 անգամ։ Եվ հետո էլ ասեց սա նոր խոսք է մեր թատրոնում, որովհետև այնքան բնական էին մարդիկ։ Չկար այդ խաղը չկար եւ հանդիսատեսը չէր հասկանում որ թատրոնն է եկի, ինքը անենց էր հետևում այդ ամեն ինչը որ կատարում են, որ չէին հասկանում որ թատրոնն է, այնց որ մոռանում ես որ թատրոն եւ հասկանում ես որ կյանք, բեմում ենք։
Այդ դա է գնահատելին, Դա է պահում հանդիսատեսին։ դա է պահում, հումորն է պահում, ճիշտն է պահում, ճշմարտությունն է, հզոր բան է։ Նիկոլայ Երվանդիչ, շատ շուտ բեմադրել էիք Willy TTG-ը, հետո Գյումրու թատրոնում նորից 3 անունով աղջիկը։ Ինչու որոշեցիք նոր շունչ տալ այս ներկայացմանը։ Էդի որ ճիշտն ասեմ իմ նախաձեռնությունը չէր։ Բոլորը եկան, բան, հայ դատուրյան, արի բան, այդ հենց Լյուդվիգ Հարությունյան գլխավորը հայ եմ ուզում ամես բան, այ մարդ ինչ ա եղել։ Թող անկայի աղջիկը խաղա։ Բանը էլի ոնց անցնում մորից երեխուն այդ կերպարը բանը։ Շատ էին ոգևորված, բոլորը շատ էին ուզում բան, հետո լիկան չկարողացավ խաղալ, որտեղ Սունդուկյանում պապան բեմադրում էր իմ ներկայացող տեղիքը Լիրարքայի փոքր աղջիկների չէր իմա չեմ հիշում, ասաց ես չեմ կարող, արդեն հրամանը տրված է, ուրիշ մարդու վերցրեցի հենց եւ ասեմ քեզ, որ իհարկե ներկայացումը շատ ավելի թանկ է, որովհետև սկիզբներ նրանց վրա էր գրված, բայց այստեղ էլ դերասանները շատ լավ աշխատեցին ազնիվ կերպով եւ ասեմ քեզ, որ այստեղ շատ ավելի հետաքրքիր էր ձևավորումը, որովհետև բանի բեմը փոքր էր մետրոյի թատրոնի բեմը, իսկ այստեղ հսկայական բեմ եւ Փարկասո այդ աղջկան նկարչուհուն, որը առաջին գործ էր անում, բայց այդ ոնց էր աշխատում, այ աշխատել, դրվել այդ աշխատանքին։ Ես գալիս եմ ժամը 11-ին, տեսնեմ ինքը արդեն բեմում ինչ-որ գործ անում, պարզվում է 9-ից եկել է, անում, քեֆս բերեց, ասի, ինչ երեխա է այ մարդ, հրաշք, սիրում եմ աշխատող մարդկանց, դրվող մարդկանց իրենց գործին։ Սա ուղերձ էր ձեր ուսանողներին, աշխատասիրություն է պարոն Ծատուրյանը սիրում։ Այո, որը ցավոք սրտի մի քիչ թորներից մեջ չկա, ես նոր սերունդը ուրիշ սերունդը, բայց չեմ կարող ասել վատն են, այդ սուտա որ ասում է մարդ մեր ժամանակ, մեր ժամանակ մենք ջահել էինք, դրա համար ենք այդ մեր ժամանակը շատ սիրում, այսօրվա ջահելությունը չէ, տենց չի, միշտ ջահելությունը բավական հետաքրքիր է, ինձ որ մեկ ասում են, բա ընկերներս ասում են, այ Կոլա ջան, դու գնում ես դասի, կուրսի ղեկավար, արա 83,000 փող ես ստանում, Էդ է մեր աշխատավարձ, բայց ասում եմ գիտես ինչ, հա ես սովորացնում եմ էդ ինչ շատ է պետք, որ ես երեխեքին սովորացնեմ ու սովորում եմ, ասեց ոնց, ես էլ իրանցից եմ սովորում, թե այսօրվա ջահելը ոնց է մտածում, էդ ինչն է իրա մտածելու ու իմ մտածելու տարբերությունը, ու ես էլ աշխատում եմ իրանց նման սկսեմ մտածել եւ դա ջահելացնում է, բա ոնց, այ այս կապը, այդ ոնց որ ասում են դերասան հանդիսատես դերասան, դասախոս ուսանող, ջահել ուրիշ ձևի են մտածում, ինձ համար խորթ է այդ մտածելակերպ, բայց ես աշխատում եմ հասկանալ ու մտնել իրենց մտածելակերպի մեջ։ Ձեզ դուր է գալիս ոնց են մտածում։ Ուրիշ ձևի են մտածում, ուրիշ ձևի, այդ նույնն է ինչ որ ես կդ ասեմ, դու ջուրն է շատ սիրում, թե օդը, երկուսն էլ պետք են, չի կարող մեկը սիրես, մյուսը չէ, այնպես որ ստեղ սիրել չսիրելու խնդիրը չի, ցանկանալ մտնել, հասկանալ, անալիզն անել, վերլուծությունն անել, ու հասկանալ, որ հա, ինձ ոնց որ թե դուր չի գալի, որտև բան են անում, բայց մեկ էլ ահավոր ջղայն անում եմ, երկու ուսանողի բան են ցույց տվել, պատմում եմ, բացատրում եմ, այ մարդ, նայեմ տենամ, երկուսն էլ,
Հեռախոսի մեջ։ Հələ այդ հեռախոսները մի կոնտրեք։ Ուրեմն ես ոտ եմ խոսում, դուք ստեղ եք։ Կարող է գրի են առնում ձեր ասածները։ Գրի են առնում։ Եվ միշտ ասեմ, էլի տարօրինակ բան ասեմ, այս ցիվիլիզացիան մարդկության կործանումն է պատրաստում։ Այս iPad-ները, iPhone-ները, ես չգիտեմ, բաները, մաները, ես չգիտեմ, հազար ու մի բան։ Մարդկանց հեռացնում են իրարից։ Մտնում են վիրտուալ աշխարհի մեջ։ Այս աշխարհը արդեն ուրիշ ձև են ընկալել։ Մեր ժամանակ ես հիշում եմ, պետք է գովեմ մեր ժամանակը, ոչ թե նրա համար, որ ես ջահել էի, բայց որովհետև մայրս գնում էր եղբոր տուն, եղբայրը գալիս էր, մորս տոլման էր սիրում, գալիս էր ու տուն, մեր գնում էինք տատին պապին տեսնելու, բանա, այսինքն կարես շփումը։ Հիմա Հիմա զանգում են։ Զանգում եմ, տատ ոնց ես, լավ եմ, բալես, դելավ։ Ինչ գնալ տատին տեսնել, աղբերը քրոջը տեսնել, բանը։ Իսկ այդ շփումը թատրոնի վրա էլ է անդրադառնում։ Դե գիտես ինչա, Գյումրիում ասի բանը այդ սարք դրեք, որը անջատում է հեռախոսներ, որ չկարողանան խոսեն, որ չկարողանան կապվեն, բան։ Հա, պետք է պայքարել դրա դեմ։ Պարոն Ծատորյան, մի վերջին հարց, ինչի համար են մարդիկ գալիս թատրոն։ Թատրոնը վերածնունդ է ապրում։ Ինչու, որովհետև դու այդ ժամանակ երևի մինուս չեմ անում, քանի տարեկան էիր, մի պիրուդ եկավ, որ դահլիճները դատարկ էին։ Չէին գալի մարդիկ։ Դե են մութ ցուրտ տարիներն էին 90-94։ Դե հա։ Մարդ չկա։ Չենք իմանում ինչ անենք։ Եթե ներկայացում էինք տնում 5-6 հոգի մարդեր նստած, հետո դարան 10-12, հետո դարան 20-23, տարիներ հետո է, 96, 97, 98, բայց հիմա փառք Աստծո, համարյա դահլիճները լեփլեցուն են։ Ուրեմն ժողովրդի մոտ կա այդ կարոտը։ Բան կա, որը մեկը մեկին սպանում է։ Հեռուստատեսությունը սպանեց կինոն։ Դրա համար էլ այսօր մի հատ կինոթատրոն է, երկու հատ են ինչ են, առաջ ինչքան էին։ Այդ նստում ես հեռուստատեսություն նայում ես, ֆիլմ ես ուզում, հավաքի նստի նայի, եկել են չգնամ կինոթատրոն։ Հեռուստատեսությունին սպանեց կոմպյուտերը։ Կոմպյուտերին սպանեց սա արդեն, կոմպյուտերն էլ պետք չի, բանը ինչ որ միացնում ես, նայ, ինչ ուզում ես արա, սա էլ կսպանվի։ Սա էլ կսպանվի, որովհետև կհնարեն մի հատ բան, որ աչքիդ մեջ հենց առաջդ կա։ Տեսնես։ Էլ սա պետք չի։ Անընդհատ փոփոխում է։ Արի տես որ թատրոն չփոխում է։ Բայց երբ որ ինձ շատ հպարտ ձևով ասում են թատրոնը երբեք չի մեռնի։ Չի մեռնի։ Ոչ, պարոն Ծատուրյան, թատրոնը երբեք չի մեռնի։ Սենց ֆրազներ կան, որոնք ես զզվում եմ այդ ֆրազներից։ Ասում եմ կմեռնի։ Ինչպես։ Ասում եմ ներողություն։ Կնունքը թատրոն չի, թաղումը թատրոն չի, ծննդյան տոնակատարությունը թատրոն չի, եկեղեցու որ այդ վարակույրը բացում է եւ թատրոն չի, թատրոն են, դրանք էլ են թատրոն։ Ուրեմն այդտեղից է եկել թատրոնը եւ կարող է նորից այդտեղ էլ գնա։ Իսկ պարլամենտի նիստերը թատրոն չեն։ Ամեն ինչ ի շրջանս յուր, հա, այդ սկզբունքով որտեղից բայց իհարկե թատրոնը որտեղ կենթանի արվեստ, կենթանի, այս շփման շատ երկար մնում է եւ սա չի կարող փոխել։ Ուրեմն հույս ունենանք, որ թատրոնը ամեն դեպքում, եթե մեռնելու է, գոնե շուտ չի մեռնի։ Ես ավելի շուտ կմեռնեմ։
եմ տեսնի թատրոնի մա։ Չէ, իհարկե չի մեռնի։ Ես մեր ժողովրդին մենակ մի բան եմ ուզում խորհուրդ տալ։ Սկսեք շատ գալ թատրոն, շատ կարդալ, ուսումնասիրել նկարչություն, երաժշտություն, բան, որովհետև դա ձեզ կտա հնարավորություն անալիզ անելու, վերլուծելու, իսկ դա իր հերթին կտա ձեզ հնարավորություն հետարքիր մտածելու, ոչ թե բամբասանք, անալիզել չեն անում, ինչ ասես ասում են, կա մի հաղորդում, կար, հիմա պարկասում ոնց որ թե չկա, որը ես մեծ հաճույքով նայում էի ու ամաչում էի, որ հայ եմ ծնվել։ Ասում էի, բայց կարող էի չէ ծնվեի մոզամբիկցի, քենիացի, եւ այդ հաղորդում գիտես որ ուներ կիսաբաց լուսամուտներ։ Այդա դեմքներ։ Վայ, մաման, եւ ցավոք սրտի մեր ժողովրդի 80% է դա։ Դες ինչ եմ ասում, պիս բան եմ ասում։ Ես չեմ սիրում ամբողը, ատում եմ ամբողին, դրանք կիսագրագետ եւ շատ ագրեսիվ մասսայա։ Ժողովուրդը չես անընդհատ իրան նայում, պետք չի հայ դրանք ասել։ Չէ, բացարձակ, չէ, ժողովուրդը, որը նաշեշնա քյաբաբա մի քիչ։ Եվ մի հատ բանը, որին ես իսկապես ախտածանքով եմ վերաբերում, ով է ազգը։ Այ ազգը դա Փարաջանովն է, ազգը դա Կոմիտասն է, ազգը դա Վիկտոր Համբարձումյանն է, ազգը դա Մինասն է, այսինքն մարդիկ, որոնք ստեղծում են։ Իսկ մնացած 80%-ը սպառում են։ Եզրափակենք մեր հարցազրույցը այն երևի գիտակցմամբ, որ ամեն դեպքում հասարակությունը թատրոնից չի հեռացել, գալիս է թատրոն, նայում է ներկայացումներ, սիրում է թատրոն եւ այդ հույսով էլ թերևս ապրենք։ Շնորհակալություն Նիկոլայ Երվանդիչ այսօրվա Մաքուր հայերենով ասած բաժայստը։ Եվ վերջում մեր հաղորդման հովանավորի կողմից դուք ունեք նվերքարտ Aura Oud Beauty սալոնի կողմից։ Ես ենթադրում եմ արդեն ինձ թվում է այս քարտը ում է բաժին հասնելու։ Գեղեցկության սրահ, ինձ ձերեցս կառնի։ Տիկինայդային։ Եղավ առաջի անգամա, որ հեռուստատեսությունը նվեր է անում։ Մի անգամ Կարեն Ջանիբեկյանը եկել էր հաղորդման, ինչքան եք տալու։ Սուրեն ինչ, մենքան փող եք տալու։ Բայց մերը ծրի է, ոնց ծրի է։ Ես իմ ժամանակից տվել եմ ձեզ։ Ոնց է ծրի։ Բտամ չի բանում էլի։ Ասի դետենց է էլի պարոն Ջանիբեկյան, դե որ ծրի է, ես գնաց, թողեց գնաց։ Ես իհարկե չեմ գնում եւ փողել չեմ ուզում, բայց շատ հաճելի է որ նվեր կա։ Բարով վայելեք։ Եթերում Bemcast-ներ, հաջողություն։ Հաղորդման հովանավորներն են Agridas Colors խանութ սրահը, Aura Oud Beauty սալոնը։